Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովում արտահերտնիստ է հրավիրել առանց հրապարակային պարզաբանման, թե ինչ հարց է բերվում օրակարգ։ Ժողովուրդ օրաթերթին պաշտոնապես որևէ մեկը չի մեկնաբանել, թե ինչ օրինագիծ է քննարկվելու արտահերթով եւ որն է այդ շտապողականության կենսական կարեւորությունը։ ՔՊԻ-ի ժողովրդի աղբյուրները հայտնել են, որ արտահերտնիստի առանցքում ընտրությունների ընթացքում դիտորդական մարմինների աշխատանքի հետ կապված օրենսդրական փոփոխությունն է։ Ըստ աղբյուրների ընտրական օրենսգրքի մի հատվածը դեռ անցած տարի հաստատվել է, սակայն առանց այժմ առաջարկվող փոփոխության արդեն ընդունված նորմերով Հայաստանի Հանրապետության նախագահը չի կարող ստորագրել օրենքը, եւ հենց դրա համար էլ իշխանությունը մտադիր է այսօր անել այդ փոփոխությունները, ԱԺ-ում անցկացնելով երկու ընթերցում, այնուհետև այն արագ կուղարկվի նախագահի ստորագրությանը, որպեսզի հունիսին կայանալիք ընտրությունների ժամանակ օրենքը կիրառելի լինի։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով իշխանությունները Գարեգին դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմել են, որ քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում փողերի լվացման հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է Շողակաթ հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս այս գործով է անցնում։ Հրապարակ թերթը գրում է. գործադիր եւ օրենսդիր մարմիններում բաժանված միլիոնավոր դրամների պարգևավճարների լուրից ցնցված հանրությանը ըստ ամենայնի երկրորդ ցնցումն է սպասում։ Բանն այն է, որ կառավարությունում բաժանված մի քանի միլիարդ դրամ կազմող պարգևավճարները միայն 2025 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով են տրվել, որն ամրագրված է նաեւ պաշտոնական փաստաթղթերում։ Հետևաբար սպասվում է նաեւ երկրորդ կիսամյակի համար պարգևատրումը, չնայած Փաշինյանն ու որոշ նախարարներ ներկայացնում էին, թե մեկ տարվա կտրվածքով են 7-ից 8, իսկ Փաշինյանը 14 միլիոն դրամ պարգևավճար ստացել, սակայն հետո Փաշինյանը հայտարարեց. պետական որոշման շրջանակում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել, ինչը նշանակում է, որ իր ամսական աշխատավարձն է բարձրացվել, իսկ 13 թե 14 միլիոնի միանվագ գումարը վերաբերում է մեկ կիսամյակին եւ ամսական կտրվածքով ոչ թե 1.5, այլ 2 միլիոն 300 հազար դրամի ավելացում է ունեցել։ Տեղեկություններ կան, որ առաջիկայում բարձրաստիճան պաշտոնյաները երկրորդ կիսամյակի համար էլ կպարգևատրվեն։ Դե ինչ, մնացեք Օրագիր Նյուզի հետ ավելին իմանալու համար։